Ահա այսպիսին է լրագրողի ճակատագիրը։ Երեկ ես Լոռու մարզում էի, լուսաբանում էի ֆերմայի գործունեությունը, իսկ այսօր արդեն հասել եմ Սյունիք, շտապում եմ մասնակցելու Կապան Ֆեստ 2026-ի բացմանը։ Սա միջազգային երաժշտական փառատոն է, դասական երաժշտության փառատոն, որն արդեն 4-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Սյունիքի սրտում, Կապանում, այստեղ համախմբվում են երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ։ Եվ իհարկե նաև երիտասարդ տաղանդներ, ովքեր փայլուն աստղերից սովորելու շատ բան ունեն։ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը արդեն ավանդույթ դարձած փառատոն է Կապանի մշակութային կյանքում։ Շատ կարևոր դեր ու նշանակություն ունի Կապանի մշակույթի համար։ Մեր հանդիսատեսի համար արդեն սպասված փառատոն է։ Տարվա ընթացքում սպասում են մեր կապանցիները հուլիս ամսվա ընթացքում այս 10 օրվա հաճելի տպավորությունները կիսելու այս հաճելի երաժշտական ելևէջների ներքո իրապես շատ կարևոր փառատոն է, շատ նշանակալի իրադարձություն է Կապանի կյանքում։ Մենք շատ ուրախ ենք, որ ունենք նման փառատոն, միջազգային մակարդակի փառատոն, որտեղ մասնակցություն են ունենում միջազգային մակարդակի երաժիշտներ եւ այսպիսով մեծ նշանակություն են տալիս այս փառատոնին։ Եվ այսպես 10 օր շարունակ Կապանը ապրելու է դասական երաժշտությամբ։ Կապանում կա շատ հետաքրքիր, շատ զգայուն, կարելի ասել շատ պարտաճանաչ հանդիսատես։ Համերգից շատ առաջ, դեռ 1 ժամ առաջ նրանք արդեն շտապում են համերգասրահ։ Անում գալիս եմ ջազի լսելու համար, բայց իհարկե կլասիկան էլ իր տեղը ունի ու կարող եմ ասել, որ միայն հաճույք ենք ստանում, վայելում ենք, մանավանդ որ գալիս են տարբեր պետություններից երաժիշտներ, որը ավելի շատ sense պարտավորեցնում է, որ մենք նոր գանք եւ վայելենք։ Սիրում եք դասական երաժշտություն։ Ես երաժշտություն կա, որ անպայման լսում ես, անպայման մարսում ես։ Եկեք մասնակցեք, ինչու ժամանակ չկա։ Հիմա գնում եմ աշխատանքի, գնում եմ խնդրեմ տեսնեմ բացքը թողնի գամ։ Հա, գաք համերգ լսեք։ Հա, մեծ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Ամեն մեծ տարի լինում է։ Կապանցիները սիրում են այս փառատոնը։ Իմիջայլոտ կասեմ, այո։ Բոլորը մեծ հաճույքով մասնակցում են։ Ես էլ եմ մեծ թանկություններից շատ եմ սիրում դասական երաժշտություն։ Իրիկուները դա իմ հոբին է, իրիկուները ես դասական երաժշտության տակ քնում եմ։ Շատ լավ։ Դե գնացեք գուցե հասցնեք գալ համերգին։ Կարամ հասցնեմ։ Սա արդեն ոչ միայն երաժշտական իրադարձություն է, այլև մի յուրահատուկ, մի հետաքրքիր մշակութային ընտանիք է ստեղծվել այստեղ։ Այս տարի եւս Կապան Ֆեստի շրջանակներում, սա արդեն 4-րդ տարին է անընդմեջ 4-րդ Կապան Ֆեստն է, այստեղ կհյուրընկալվեն աշխարհահռչակ մենակատարներ, կամերային երաժշտության հեղինակավոր արտիստներ եւ փառատոնի համերգային ծրագիրը շատ բազմազան է։ Կան դասական, կամերային ժամանակակից երաժշտության կատարումներ, ջազը իհարկե շատ կարևոր դեր ունի եւ տեղ ունի այս փառատոնում։ Եվ երաժշտական նոր ձևաչափերի կարելի է այստեղ հանդիպել եւ հիանալ, ինչ խոսք։ Փառատոնի ամենակարևոր բաղադրիչը կարող եմ համարել Կապան Ֆեստ ակադեմիան։ Ամեն տարի երիտասարդ տաղանդները, երաժիշտներ, որոնք դեռևս սովորում են, հնարավորություն են ունենում ընտրության միջոցով դառնալ Կապան Ֆեստ ակադեմիայի ուսանող։ Այս տարի ընտրվել է 55 ուսանող, անցած տարի ավելի քիչ էին, եթե չեմ սխալվում, 45-ն էին, բայց այնքան շատ են դիմողները, որ շատ դժվար է ընտրություն կատարել։ Դիմորդների հետ հանդիպման ժամանակ Սևակ Ավանեսյանն ինքն ասաց, որ կուզեր բոլորին ընտրել։
Ձեր աղջիկը առաջին տարին է մեկնում։ Ոչ, արդեն 4-րդ տարին մասնակցել 4-րդ տարին ամեն տարի մասնակցել է։ մեծ աղջիկս, այս տարի ներգրավել են նաև փոքր աղջիկս 8 գործիք։ Երաժիշտներ եք մեծացնում։ Այո։ Ինչ գործիքներ են։ Մեծ աղջիկս դաշնակահար է, փոքրս ուդ է նվագում։ Հետաքրքիր է շատ։ Շատ գոհ ենք, շատ ֆանտաստիկ ֆեստիվալ է։ Մեծ փորձառություն է իրենց համար։ Խնդրեմ, մարդիկ արդեն ճանաչում են Սևակ Ավանեսյանին, որը իրենց ուսուցիչն է եւ իրենց, այսպես ասած, առաջ տանող շարժիչ ուժ հանդիսացող փառատոնի հիմնադիրն է։ Նոր պատմում էր, որ կան եւ ծանոթ դեմքեր եւ նոր դեմքեր եւ հաճելի է այդ պրոգրեսը տեսնել, ուսանողները իրար մեջ ընկերություն են անում, տարբեր երկրներում են իրար տեսնում, սովորում են արդեն Կապանի փառատոնի արտիստները արտերկրում կոնսերվատորիաներում դաս են տալիս եւ մեր ուսանողները շատ իրենց մոտ են սովորում, ծանոթացել են Կապանում, նոր ընկերություն է ստեղծվում, այսինքն այն ամեն ինչը ինչ որ իմ հետ տեղի ունեցավ 20 տարի առաջ եւ բոլոր մեր այս երաժիշտների կայացած արտիստների հետ տենց 15-ից 25 տարեկանի արանքում այդ ամեն ինչը մենք փորձում ենք ինչ որ ձևով բերել Կապան եւ Հայաստան եւ ստացվում է եւ փառատոնի հյուրերը հնարավորություն են ունենում այստեղ տեսնելու լեգենդար վարպետների, օրինակ Անտոնիո Ստրադիվարիուսի եւ Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի եզակի լարային գործիքներ։ Սրանք համաշխարհային մշակութային ժառանգության բացառիկ նմուշներ են եւ շատ-շատերը նույնիսկ հայտնի երաժիշտներից այս նմուշները չեն տեսել, այնպես որ Կապանում դա կարելի է տեսնել։ Ահա թե ինչ եղանակ է, իսկ համերգը կկայանա ցանկացած եղանակի եւ հանդիսատեսը գալիս է, թրջվել եք, բարև ձեզ։ Այս եղանակին համենայն դեպս եկել հասել եք համերգին։ Անպայման նման միջոցառումներին ոչ թե այս եղանակին ձյուն է լինի, ձմեռ է լինի, ղափանցին կգա, որովհետև ղափանցի ասեցի, որովհետև ղափանում այս ուսումնական հաստատությունը բացվել, հետո Կապան դարձավ։ Հա, եւ ես ճանաչեցի ձեզ անցած փառատոնից, գիտեմ, որ դուք եղել եք նախկին տնօրեն այս արվեստի քոլեջի։ Այո, այո։ Ես շնորհակալություն, որ այսպիսի լավ քոլեջ եք ձեզնից հետո թողել հաջորդ սերունդներին, որտեղ այսպիսի մեծ փառատոն է տեղի ունենում։ Շատ քիչ է մնացել համերգին եւ այսպիսի հորդառատ անձրև է։ Բայց այստեղ վստահեցնում են ինձ, որ այս անձրևը չի խանգարելու կապանցիներին, նրանք գալու են համերգի։ Կապանցի հանդիսատեսը չի նայել անձրևին եւ գալիս են դեռ։ Անձրևը շարունակվում է, իսկ մարդիկ գալիս են, անձրևանոցները դնում են չորանալու եւ շտապում են համերգի։ Ամենահետաքրքիրը վերջից եմ ուզում գալ վիենական երեկոն է, որ կլինի Կապանում, դա հատուկ ծրագիր է, դիմակահանդեսային մթնոլորտում է անցկացվելու, կարելի է ասել այսպիսի բարձրաշխարհիկ միջոցառում է, որտեղ վիենական վալսի ներքո նաև ջազային կատարումներ են լինելու, համադրվելու են երաժշտական ժանրերը եւ եվրոպական մշակութային ավանդույթը այսպես տիրելու է ողջ Կապանում։ Երաժիշտների մեծ մասը Հայաստան առաջին անգամ են գալիս եւ բնականաբար Կապանում են առաջին անգամ եւ ունենք մարդիկ, որոնք որ արդեն պատվավոր կապանցի են դարել, որոնք որ առանց փառատոնի չեն պատկերացնում իրենց կյանքը։ Ինձ թվում է մենք մեծ գործ ենք արել այս ամեն ինչը, որովհետեւ մենք տեսնում ենք մեր ժամանակ ինչքան միջազգային աստղեր եւ Սևակ Ավանեսյանին եւ ինձ եւ մեր բոլոր ընկերներին հարցնում են, խնդրում են, որ մեզ հետ գան։ Այսինքն մենք ենք իհարկե հրավիրում, բայց մարդիկ ուղղակի խնդրում են, որ մեզ հետ գան Կապան։ Այսինքն մենք Կապանը իսկապես բոլորս միասին դրել ենք աշխարհի քարտեզի վրա։
ու դրել ենք դա կուլտուրայով, որը երևի ամենամեծ զենքն է, որ մենք ունենք։ Նշենք, որ այսպիսի մեծ շքեղ միջոցառումը չի կարող գումարվել առանց հովանավորների եւ Կապան ֆեստը ունի գործընկերներ, աջակիցներ, հովանավորներ, երկրպագուներ։ Եվ ամենակարևոր աջակիցը, առանց որի մենք այս ամեն ինչ չենք սկսի, դա Գևորգ Պարսյանն է, Կապանի համայնքապետը, այնուհետև մեզ երկրորդ տարվանից միացավ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, շատ մեծ կարևորություն տալով փառատոնին, արդեն պետական ներկայություն տալով։ Նկատելի է, որ դուք անձամբ սիրում եք դասական երաժշտություն։ Այո, ես իրապես շատ սիրում ու մեծ նշանակություն եմ տալիս դասական երաժշտությանը, նաև շատ հարգում եմ նաև կամերային երաժշտությունը եւ նաև ես էլ առիթը բաց չեմ թողնում լինելու այս փառատոնին եւ նաև իհարկե նաև այս հաճույքը ստանալու, էսթետիկ հաճույք ստանալու այս օրերի ընթացքում։ Ողջ տարին արդեն բավականին մեծ ժամանակ է, փաստորեն մյուս տարի հոբելյանական տարի է փառատոնի համար։ Փառատոնը շարունակվելու է։ Առաջին տարին, երբ մենք կազմակերպեցինք փառատոնը, մենք հույս ունեինք, որ այն կդառնա ամենամյա եւ ինչպես արդեն նշվեց, սա արդեն 4-րդ անգամն է, 4-րդ տարին է, որ անընդմեջ փառատոնը տեղի ունենում Կապանում եւ իրապես այն դարձել է արդեն ավանդույթ եւ մենք կարելի է ասել, որ չենք պատկերացնում Կապանը առանց միջազգային երաժշտական այս փառատոնի եւ ես այո իհարկե համոզված եմ, որ մենք մյուս տարի նույնպես արդեն հոբելյանական տարին կնշենք փառատոնի։ Իհարկե մեր գլխավոր հովանավոր ԶՊՄԿ-ն, որոնք որ առանց հարցնելու եւ առանց ճշտելու միշտ մեզ բարեկամ են եւ փառատոնի առաջին հովանավոր եւ ֆանատ կարելի ասել, մեր ունկնդիր, մեր ընկեր։ Ընդհանրապես ինչպես է կոմբինատը վերաբերում մշակույթ, սպորտ, նման այսպես աջակցությանը համայնքին։ Շնորհակալություն հարցի համար, նախ թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորին այս հերթական տոնով, որ կազմակերպիչները պարգևել են Կապան համայնքին եւ մեզ բոլորիս։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար գաղտնիք չէ, որ այդ մշակույթային եւ սպորտի ծրագրերը ինչ մեծ կարևորություն ունեն։ Մենք շատ մեծ կարևորություն ենք տալի այդ ծրագրերին եւ նրանց իրականացմանը։ Այս փառատոնը, այո, 4 տարին անընդմեջ տեղի ունենում, անցած անգամ էլ առիթ եղավ ասելու, իսկապես նա արդեն կայացել է։ Կայացել է եւ Կապանը հայտնվել է այդ միջազգային, այսպես կոչված դասական երաժշտության միգուցե քարտեզի վրա, որի կապակցությամբ բոլորի շնորհավորում եմ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միշտ համայնքի կողքին է կանգնած նման միջոցառումներ, եթե միշտ մեծ սիրով կհովանավորենք եւ փորձենք մեր փոքր լուման ներդնենք նման լավ ծրագրերի մեջ։ Եվ անպայման կուզենամ նշել, որ մեր գլխավոր հովանավորների եռյակի մեջ մտնում է Թոմաս Վանգ եւ Ռեջինա Վանգ զույգը, տայվանացի ամերիկացի զույգ, որոնք որ հավատալով եւ սիրելով այս ամենը մեզ աջակցում են։ Դա շատ կարեւոր է, որ փառատոնին միայն հայերը չեն աջակցում եւ մեր top 10 հովանավորների մեջ 6-ը օտարերկրյա քաղաքացիներ են, ընդհանրապես հայի արյուն եւ Հայաստանի հետ կապ չունեցող մարդիկ, դա ցույց է տալիս, որ մենք իսկականից մի լավ բան ենք անում, ոչ միայն Կապանի եւ Հայաստանի համար, այլ ինչ որ չափով աշխարհի։ Այս բլոգը պատրաստեց Շաքե Աբոյանը, ես ինքս վայելում եմ երաժշտությունը, հիանում եմ Կապանի հանդիսատեսով եւ իհարկե հայ եւ արտասահմանցի համաշխարհային համբավ ունեցող արտիստների կատարումներով։ Կհանդիպենք։